Հիսուսը որտեղ է ծնվել դուք գիտեք։ Հա։ Որտեղ է ծնվել։ Իսրայել։ Ինչու Հիսուսի ծննդյան Հիսուս որտեղ է ծնվել։ Բեթխեհեմ քարանձավ է։ Քաղաք է Բեթխեհեմ, իսկ որտեղ ծնվեց Հիսուսը։ Ինչ ասեցի, Բեթխեհեմում է ծնվել Հիսուսը։ Իսկ ինչ է Բեթխեհեմը ասեցի քաղաք է, քաղաքի մեջ ծնվեց, ինքը տան մեջ ծնվեց Հիսուսը։ Չէ, Գոմանոց։ Գոմ մեջ ծնվեց, այո, իսկ գոմում կենդանիներ են, չէ, պահում։ Ձեր գյուղերում, ձեր տարածաշրջանում տեսել եք քարանձավներ սենց կան։ Այդտեղ անասուն են պահում, տեսել եք, ես տեսել եմ։ Անասուն։ Հա, կենդանիներ։ Ոչխար են պահում, տեսել Հիսուս տեսնի քարանձավի մեջ, մսուրում, ծնվեց, որտեղ ոչխար գառնուկների հետ, հա։ Այնտեղ ովքեր էին Հիսուս, երբ որ ծնվեց, ովքեր այցելեցին Հիսուսի ծննդյանը։ Հրեշտակները։ Հրեշտակները ինչ որ մի բան ասեցին։ Իրա 12 բաները։ Բայց Հիսուսը եթե նոր էր ծնվել, ինչ 12 աշակերտ։ Հա, վայ։ Հիսուսը փոքր էր, չէ, հələ աշակերտներ չուներ, հետո աշակերտ։ Հիմա դու որ ծնվում եք արդեն ուսուցիչ եք, թե հələ նոր փոքրիկ երեխա եք, չէ, դու կարող եք ուսուցիչ լինել։ Ահա, հիմա դուք սովորեք, հետո ուսուցիչ լինեք, չէ։ Ուրեմն Հիսուս հետո աշակերտներ ունեցավ, չէ։ Ուրեմն Բեթխեհեմում ծնվեց Հիսուսը, առաջինը ասեցի հրեշտակներն այցելեցին, չէ։ Իսկ հրեշտակները հետո ովքեր այցելեցին։ Հիսուսը հրեշտակները ինչ ասեցին, ում կանչեցին, ում բերեցին։ Ինչ եք կարծում, այդ մսում ովքեր էին։ Եթե ոչխարները կային, ապա ովքեր պետք է լինեին։ Հովիվները, չէ։ Ոչխարները այդ մսուրում փակված էին, հովիվները գնացել էին, որտեղ դաշտերը, չէ։ Սարերը, հիմա հրեշտակները երևացին հովիվների, սարերում եւ ասացին. եկեք գնանք, որտեղ Բեթխեհեմ, այնտեղ կտեսնենք մանուկ Հիսուսին։ Ուղեկան տեսան, չէ։ Փոքր երեխաներն ինչ են տալիս, հաց ուտում են իրանք։ Կաթ են խմում, չէ։ Իսկ գառնուկները կաց տվեցին։ Ահա, գառնուկները կաց տվեցին, ասեցին փոքրիկա Հիսուսը պիտի կաց տանք։ Ելով այցելեց Հիսուսի ծնունդին դուք հիշում եք։ Հա, աչքի թագավորը։ Որ աչքի թագավորն է։ Չէ, աչքի։ Այդ աչքի թագավորն է, դու։ Աչքերն են թագավորներին ունեն, չէ։ Ահա, որ թագավորներն են այցելել Հիսուսին դասի։ Մոգերին, չէ, դրանք իմաստուն մարդ։ 3 մոգերն են, որոնք կոչվում են Մելքոն, Գասպար, Բաղդասար։ Կհիշեք, դասեք։ Մելքոն, Գասպար, Բաղդասար։ Այն Մելքոնը, Գասպարը եւ Բաղդասարը։ Այդ 3 նշանավոր իմաստուններն այցելեցին Հիսուսի ծննդյան վայրը քարանձավ։ Իսկ նվերները, դու որ գնում եք նորածին մանկան ծնունդին նվեր տանում եք։ Այո։ Ահա, այդ թագավորները որ գալիս են Հիսուսին այցելության ծննդյան, նվերներ բերեցին։ Բերեցին թե չբերեցին։ Չբերեցին։ Բայց ձեր ծնունդին որ ես գամ, հիմա նվեր չբերեմ լավ կլինի։ Չեմ գրում։ Ուրեմն երբ որ գնացին Հիսուսի ծնունդին նվերներ տարել։ Իսկ ինչ նվերներ տարան։ Թագավոր էր, չէ Հիսուսը։ Ոսկի, ապրեք, էլ ինչ տարան։ Չէ, ապրեք։ Թանկարժեք նվերներ։ Ոսկի, կնդրուկ եւ զմուրս։ Հա? Հետաքրքիր նվերներ տարան։ Ամեն տեսակի նվեր չէին տանի Հիսուսին։ Ում են ոսկում թագ նվիրում ձեր կարծիքով։ Թագավոր։ Կնդրուկը խունկը ում են ծխում։ Եվ մահացած։ Չէ, մենակ մահացած մարդկա չեն։ Եկեղեցում մենք խունկ ենք, չէ, ծխում։ Ում են խունկ ծխում։ Երեխա։ Աստծուն են խունկ ծխում, չէ, երեխեք։
եկեղեցում աղոթք ենք անում, խումբ ենք ծխում, որ այդ խումբը մեր աղոթքի հետ ուրանի բարձրանա երկինք Աստծուն հասնի, չէ՞։ Ուրեմն Հիսուս թագավոր էր, ոսկի նվիրեցին, Աստված էր, խումբ նվիրեցին եւ վերջում էլ Զմուրսը ինչ է։ Զմուրսը անուշահոտ յուղ է, հա, անուշահոտ յուղ է։ Անուշահոտ յուղերը ում են։ Հիմա դուք մկրտված եք երեխեք։ Հա։ Այ դուք հիշում եք ձեր մկրտությունը։ Հա։ Ով է հիշում իր մկրտությունը։ Դուք հիշում եք ձեզ ինչ քսեցին ձեր ճակատին։ Անուշահոտ յուղ, մերոն քսեցին, չէ՞։ Այդ մերոնն ինչը անուշահոտ դուք հիշում եք մերոնի հոտը։ Մարդիկ իրենց ամբողջ կյանքում հիշում են մերոնի հոտը, այնքան հետաքրքիր հոտ ունի 72 ծաղիկներից պատրաստված, ձիթեն ու յուղով եփված, շատ հետաքրքիր բուրմունք ունի այդ մերոնը, հա, Հիսուսին այսպեսի մի հատ մերոն նվիրեցին, անուշահոտ յուղ նվիրեցին, ինչու Հիսուսին նվիրեցին, որտեղ Հիսուսը օծյալ է, դու գիտեք, որ Քրիստոս բառը նշանակում է օծյալ, իսկ Հիսուս բառը նշանակում է փրկիչ, ուրեմն Հիսուս փրկիչ է, Հիսուս նշանակում է փրկիչ եւ Քրիստոս նշանակում է օծյալ, Հիսուս Քրիստոս փրկիչ օծյալ, Քրիստոս Հիսուս օծյալ փրկիչ, հա, ու քանի որ Հիսուս օծյալ է, այդ պատճառով իրեն ինչ նվիրեցին, միրոն նվիրեցին կամ անուշահոտ յուղ նվիրեցին, որպեսզի Հիսուս օծյալ լինի, օծվի, չէ՞։ Ուրեմն մի հատ էլ հիշենք ինչ նվիրեցին Հիսուսին, ոսկի, կնդրուկ եւ զմուրս, հա։ Ոսկին իմացանք ինչա, կնդրուկը խունկն է, իսկ զմուրսն էլ անուշահոտ յուղն է։ Ինչու ոսկի նվիրեցին, Որտեղ թագավոր է։ ինչու խունկ նվիրեցին, որովհետև ինքը Աստված է, ճիշտ ասեցիր, ապրես։ Եվ ինչու յուղ նվիրեցին, որտև Հիսուս օծյալ է, հա։ Օծյալները նաև քահանաներն են, ուրեմն Հիսուս քահանա է, թագավոր է եւ Աստված է։ Այդ պատճառով իրեն նվիրեցին ոսկի, խունկ եւ յուղ։ Իմացանք Հիսուսի ծննդյան պատմությունը, հա։ Ուրեմն առաջին ովքեր այցելեցին Հիսուսի ծնունդին, հրեշտակները եւ հովիվները, չէ՞։ Իսկ հետո թագավորները, չէ՞։ Ինչ էր այն թագավորների անունը։ Մոգերը։ Մելքոմ, Գասպար, Բաղդասար։ Հիշենք։ Մելքոմ, Գասպար, Բաղդասար։ Ամեն մեկը իր նվերները բերեցին ոսկի, խունկ, յուղ ապրեք, որտեղ Հիսուս ինչ է, թագավոր է, Աստված է եւ քահանա, եւ օծյալ քահանա։ Հիսուս նշանակում է փրկիչ, Քրիստոս նշանակում է օծյալ։ Հիսուս Քրիստոս նշանակում է փրկիչ օծյալ, իսկ Քրիստոս Հիսուս օծյալ փրկիչ։ Ամեն։ Ամեն։ Դասիկ ամեն։ Ահա, ես դասիկ։